Ժամանակավրեպ են արդյոք սահմանադրական փոփոխությունները, թե ոչ քաղաքական տարբեր ուժեր տարբեր կերպ են մեկնաբանում պետական կառավարման եղանակից դժգոհություններ մշտապես են հնչել։ Նոր սահմանադրությունը նոր հնարավորություններ է ընձեռում ինչպես դիմադիր, այնպես էլ ընդդիմադիր ուժերին։ Տարիներ շարունակ անընդհատ դժգոհություն է եղել մեր քաղաքական ուժերի կողմից, մեր կառավարման ծևից, ընտրություններից, կոնկրետ նախագահի լիազորությունների սահմանափակում, այսինքն մեկ անձով վերջնական որոշումներ կայացնելը, ավելի շատ հնարավորություն է տրվում կուսակցություններին, քաղաքական ուժերին։ Ես համարում եմ, որ խորհրդարանական համակարգը շատ ավելի ժողովրդավարական համակարգ է, եւ դա ցույց է տալիս եւ պատմությունը եւ այսօր գործող այդ խորհրդարանական համակարգերը աշխարհում, բայց կարևոր է թե ով է այդ փոփոխությունները անողը։ Կիսանախագահականից անցում պարլամենտականի, քաղաքական ուժերի մեծ մասն այս փոփոխությունը մեր երկրի համար հեռանկարային է համարում։ Երկրի ղեկը կգտնվի խորհրդարանի ձեռքում, նախագահի փոխարեն գործադիրը կնշանակի վարչապետին։ Նախագահն էլ արտաքին հարցերի կարգավորման գործում կունենա զուտ ներկայացուցչական գործառույթ։ Նախագահան ինքը որպես երկրի նախագահ ունի որոշակի կունենա որոշակի լիազորություններ, այդ թվում նաև արտաքին հարաբերությունների բնագավառում եւ բնականն է նաև ինքը կարծես թե այս դեպքում ավելի շատ կլինի այսպես կոնսոլիդացնող անձ։ Սահմանադրական փոփոխությունների ոչ հասցող քաղաքական ուժերը բարեփոխումներին չէ որ դեմ են, ըստ նրանց երկիրը կարելի է կառավարել նաև գործող սահմանադրությամբ, միայն թե դրանում տեղ գտած կետերը կիրառվեն։ Բացի դրանից ընդդիմադիր ուժերի կողմից առաջարկված փոփոխությունները նախագծում տեղ չեն գտել։ Այն կարևորագույն փոփոխությունները, որոնք մենք նաև առաջարկել ենք անցած տարի, որ ընդդիմությանը նաև տրամադրի վերահսկողական ինչ-որ ինստիտուտներ, տարբեր ինստիտուտներ կարող են տրամադրել, դա մերժվել է, դրա մասին չկա։ Հետո ընդրություններից հետո չարաշահումների բացահայտման համար որոշ ուրեմն օրենքների փոփոխություններ անհրաժեշտ, որը չի ընդունվել։ Ժառանգություն կուսակցության ներկայացուցիչը կողմ է խորհրդարանական ընտրությունների 100% համամասնական ընտրակարգին։ Այս հարցում համակարծիք են քաղաքական տարբեր հայացքներ ունեցող ուժերը։ Ցանկացած ընտրությունից հետո ստացվել է մի իրավիճակ, որ ուրեմն այսպես ասած հաղթողը ստացել է ամեն ինչ, պարտվողը ոչինչ։ Իսկ հիմա ուրեմն այնպիսի մեխանիզմներ են տրված, որպեսզի
մեխանիզմներ երկրի կառավարման գործընթացին մասնակցելու Պարագայում եթե էբին հեղինակությունները իրենց ուժերը դնում են և իրենց կուսակցություններն են կայուն դիրքի պարում և այսպես ասեմ հաղթելու համար պայքարում, այս պարագայում երկրորդ տեղում են լինում, թե երրորդ տեղում է լինում կոնկրետ այդ կուսակցությունը, այդ թեկնածուն ինքը երկրում էլի որոշակի դեր խաղացող մարդ է։ Օրերս ազգային ժողովում տեղի ունեցան սահմանադրական բարեփոխումներին վերաբերող քննարկումներ։ Դրանք ընթացան թեժ և բուռն մթնոլորտում։ Հարցերը սուր էին և բազմաբովանդակ, պատասխանները երբեմն խուսանավող, երբեմն էլ համոզիչ։ Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրություններին 17 թվականի, պետք է նշեմ, որ ոչինչ չէր խանգարի, եթե 16 թվականին, դրա համար եմ ասում, չշտաբենք, մեկ տարի ժամանակ է մնական, 6 ամիս մնա, ինչ կխանգարի, որպեսզի այդ ժամանակ նոր մենք կարողանանք ավելի մանրամասն ուսումնասիրենք այս կարևորագույն նախագիծը և տանք մեր եզրակացությունները սրա վերաբերյալ։ Խորհրդարանական ընտրությունների հետ կապված մեկ անգամ ևս ուզում եմ ասել, որ առանց ընտրական օրենսգրքի հավուր պատշաճի մշակման անհնար է ապահովել ազգային ժողովի այնպիսի ընտրություններ, որոնք նախատեսում են 100%-անոց համամասնական համակարգ։ Իրենք գնում են համակարգային փոփոխությունների եւ առանց օրենքների գլխավոր օրենքի փոփոխության այդ համակարգային փոփոխությունը չեն կա։ Այսինքն սա ֆարս է, բալև։ Բլեֆ է, թե երկիրը կառավարման ճիշտ ուղու վրա դնելու միակ միջոց դեռ պարզ չէ։ Փոխարենը հայտնի է, որ նախագիծն ազգային ժողովում քննարկվելուց հետո կդրվի քվեարկության, իսկ հանրաքվեն ամենայն հավանականությամբ կկայանա մինչև տարվա վերջ։ Ալլա Բաղդասարյան, Խաչատուր Գևորգյան, այսօր։